նայեք, սա այս փողոցի վերջն է ու իջնում է դեպի նախագահական արդեն։ Ստե ընդհանրապես ճանապարհ չի եղել, հասկանում եք։ Այս վիճակում մենք եկել ենք, ստեղ բնակեցել ենք նորմալ տներ են կառուցել, բաներ են կարել, բայց վիտոգի էլի քաղաքապետարանը ոչ մի բան չի անում։ Ու այս փողոցը կոնկրետ այդ բանը վերին անտարային այդ որ հիմա Ազգալյանը կոչվում, տարին մեկ անգամ քանդում, հավաքում, ինչու, որովհետև մի ուղի չկա, որով այդ մարդիկ էլեկտրականությունը բերեն, հասցնեն միջև այդ պատստանցիա։ Նույնը ստեղա լինելու ամեն տարի։ Այս տարի արդեն մի անգամ քանդեցին, այդ էլեկտրականությունը անցկացրեցին ու նորից այդ բան մղձավանջը, որ ապրում ես այդ մղձավանջի մեջ, որովհետև գալիս են, փակում են, ոչ կարաս մեքենայով գնաս, գաս, մտնես, դուրս գաս, կյանքի խնդրեմ է այստեղ ապրելը դարել այս անկազմակերպվածության պատճառով։ Որ գնաց, նայեք, հենց հիմա փողոցի վրա կանգնած է, այն կողմը վերջեր մեքենա չի կարող գնա գա։ Մենք պիտի ստիպված այս քանդած փոսերի մեջով գնանք գանք։ Էս է պատկերը։ Այն դեպքում որ ընդդեղից մի քիչ ավելի Մի հատ շենք որ ստե սարքեն, ստել կտնեն տեխնիկան ու կմնանք։ Այսինքն հստակ ժամերություն են այդ տեխնիկաները։ Հա, չեն էլ իրազեկում, որ ճանապարհը փակ է։ Կարող է ես հիմա վերևից գամ ուզենամ այն կողմով գամ, փակ է։ Պիտի նորից պտտվեմ, դուրս գամ Սարալանջ, գնամ այդ Ռիգայի փողոցով ռազմավարոտ տանեմ, գամ այս ներքևով իջնեմ։ Հա։ Հա, եւ ամեն անգամ, երբ որ թե շտապ օգնություն են կանչում, թե տաքսի միշտ խոչընդոտ այդ մեքենաների հասնել այստեղ, իսկ ընտրություններից առաջ անցյալ տարի հիշում բերեցին մի 10 հավաքարար, այս տարածքում 25 հատ տոպրակ երևի հավաքեցին, նկարեցին Սիրիոն, որտեղ ձերպես լրագրող էին բերել, ու այդ մարդկանց էլ երբեք չտեսանք, այսինքն այստեղ ոչ մի հանրային ծառայություն ասածը չենք տեսել։ Դիմում էին գրել, որ այստեղ ոչ մի մաքրման, փոշե հավաքման, չգիտեմ, աղբահանման ոչ մի սերվիս չունենք, մեզ պատասխանել էին քաղաքապետարանից, որ կա ինչ-որ փոշեկուլ մեքենա, որը ամեն օր այստեղ անցնում է։ Այդ փոշեկուլ մեքենային այստեղ ես չեմ կարծում ինչ-որ բնակիչ տեսել է։ Սարալանջի վրա անցնում է գիշերը ժամը 1-ին, բայց ասենք ուր Սարալանջի ուր էս փողոցները։ Բայց տեսեք, ասում եք նախընտրական շրջանում մաքրողներ տեսել եք, իսկ հիմա ակնկալում եք ամեն դեպքում այս բարձր ձայնումից լուսաբանումից հետո էլի նախընտրական շրջանը։ Մենք ուզում ենք գուցե ինչ-որ բան արվի։ Ուզում ենք հավասար ամեն ինչ, այսինքն ինչ տարբերություն ուրիշ թաղամասում, որտեղ որ ավելի մոտ է, չգիտեմ, քաղաքապետարանին, այդտեղի իրազեկումը, այդտեղի աշխատանքը, ինչ տարբերություն այստեղ, բոլորս նույն քաղաքացին ենք, բոլորը նույն հարկն են վճարում, այսինքն ուզում ենք նույն իրավունքները, նույն հասանելիությունը քաղաքին, նույն ճանապարհները, նույն կոմունիկացիաները, նույն լույսը, ոչ մեկ այստեղ ավելի բան չի ուզում։ Ուզում են նույն ուշադրությունը, ոնց որ ուրիշ տեղ է։ Եվ ոչ մի տարբերություն չկա այս ամենաէլիտար թաղամասը, թե ուրիշ։ Հիմա ամեն քառակուսի կտորի գույքը արկնենց են բարձրացրել, որ չես կարող հասկանալ, որն է էլիտար, որը չէ։ Բոլորը համազոր, համաչափ վճարում են։ Ձեր ներողություն քանի քառակուսի մետր է բնակարանը։ Եվ ինչքան եք վճարում, ինչքան է թանկացել։ Չգիտեմ ինչքան է թանկացել, գիտեմ ինչքան թանկացել է, այդքան վճարում ենք, քառակուսին 100 քառակուսի է։ Շնորհակալություն։ Այդպես այս բան որ մեր ընկերն էլ ասաց, այդ որ բերել են այդ զիբիլը, որ թափել են այստեղ, տեսեք ինքը գուլուլվել, դարել է, այս սենց բաներ, էլի։ Նկատեք ուղղակի, այսինքն իբր թե լավությունները վիտոգի դարձել է, էլի բան, սարեր։ Դրան դա ավելի լավ չէ պետք։ Հա, գոնե տեղերը գիտեինք։ Այսինքն բայց խոստում ա եղել, որ հետո ուրիշ բան է արվելու դրանից հետո ու Այս տարի ծրագրի մեջ չկա։ Ուղղակի այս տարի ծրագրի մեջ քերած ասֆալտ լցնելն է։ Սեպտեմբերին կանենք, հոկտեմբերի վերջ բերեցին, բայց հող բերեցին։ Եվ դարավ այս խայտարակությունը շատ ավելի վատ։ Հիմա ամառը որ եկավ, դուք գիտեք այստեղ ինչ ալեն, ամբողջը մանր փոշի է։ Հիմա այս մեր երեխեքը, ծնողները, մայրերը, չգիտեմ, բոլորը մենք շնչում ենք այս կեղտը, այս փոշին։ Տարիներով։ Իդեպ մի հատ էլ որ հիմա գնաք այնտեղ բալկոններում տեսնեք ինչ փոշի է դնում։ Ուղղակի բացել, տեսնեք։ Մեկ էլ այս այն մյուտ հատվածը, այն քարերով շենքը որ կա դրանից հետո միջև արդեն Ազգալյան փողոց, այդ вообще անմարդկայնություն է ինչ որ արած, էլի փաստորեն եկալ են փողոցը, որով կարան երկու մեքենա նորմալ անցնեն, մենք հիմա ոնց ենք անցնում։ Այնտեղից նայում ենք, որ մեկը գալիս է, այս կողմից ովքեր որ ստեղի բնակիչ են ու մի քիչ տրամաբանություն են, կանգնում են, որպեսզի այդ մարդը ասֆալտով գա, որտեղ այն կեսը փողոցի ոչ թե ասֆալտ չկա, вообще ոչ մի բան չկա։ Ընդհանրապես ոչ մի բան չկա։